Ես չունեմ պատասխաններ 100%-անոց, ես ունեմ տարբեր հարցեր, գուցե ինչ-որ կարծիքներ, որոնք փորձում եմ ամփոփել եւ հասկանալ, որ այն ամեն ինչ որ կատարվեց, առաջին հերթին իմ մեղքն է, որպես ավագ սերնդի, որ մենք չկարողացանք ժառանգել ձեզ խաղաղ, ապահով, անվտանգ երկիր։ Իմ համար, անկեղծ ասած, սխալ ունի մի աղբյուր։ Դա այն արժեքային համակարգն է, որը ցավոք սրտի որդեգրել էր մեր երկիրը եւ որի կենտրոնում մարդը չէր։ Շատ ավելի կարեւոր է լինել քաղաքացի երկրի, քան երկրի հպատակ։ Շատ կարեւոր է քո իրավունքները չհանձնել ուրիշին։ Շատ կարեւոր է չման գալ փրկչին, փրկիչներ չկան։ Շատ կարևոր է ազատվել ատելությունից, որտեղ ատելությունը թուլության նշան է եւ ատելությունը կուրացնում է։ Առաջընթաց են ապրում այն մարդիկ, այն հասարակությունները, այն պետությունները, որոնք զարգանում են։ Ես այսօր գիտեմ մի քիչ ավելի շատ, քան 3 ու կարողանում եմ վաղը ավելի շատ, քան այսօր։ Ես կարող եմ հրաժարվել որոշակի հնացած կարգախոսներից, ավանդույթներից կամ ադատներից, ինչպես մենք սիրում ենք օգտագործել ոչ մեզ հարազատ բառը, որտեղ կյանքը շարժվում է առաջ։ Եթե Աստված ուզենար, որ մենք հետ նայենք, մեր աչքերը երևի հետևից կտեղադրեր, հա, բայց մեր աչքերը դեմից է, որպեսզի մենք միշտ առաջ գնանք։ Ես բերեմ ձեզ մի ժողովրդի օրինակ, որը ունի մոտավորապես, եթե չեմ սխալվում, 5000 տարվա պատմություն։ Այդ ժողովուրդը այսօր ունի 2 պետություն։ Դա Կորեան է, Հարավային Կորեան եւ Հյուսիսային Կորեան։ Ընդ որում այս ժողովուրդը անջատված այս պետություններով մոտավորապես 60 տարի, գուցե մի քիչ ավել։ Մեկը աշխարհի ամենազարգացած երկիրն է, մեկը ամենահետամնաց։ Նույն ժողովուրդը, նույն պատմությունը, նույն մշակույթը, նույն մենթալիտետ, այսպես ասած։ Մեկը փորձեց շարժվել առաջ, ղեկավարները ընտրեցին այդ ճանապարհը։ Մյուսը փորձեց մնալ իր տեղում, չիրականացած, հետամնաց գաղափարներով։ 5000 տարի ու 60 տարի։ Փորձում ենք աշխարհի հետ խոսել նույն լեզվով, փորձում ենք զգալ ժամանակի ընթացքը, թե նեղանում ենք բոլորից եւ ման ենք գալիս, թե ով կգա մեր փոխարեն մեր հարցերը կլուծի։ Կարծում եմ այն ինչ որ կատարվեց մեր երկրում, հիմնականում գալիս էր դրանից։ Մենք մեկուսացանք քաղաքակիրթ աշխարհից։ Մենք հանձնեցինք մեր անվտանգությունը ուրիշին, մոռանալով, որ իրականում մեր խնդիրները կարող ենք լուծել միայն մենք։ Սա չի նշանակում չունենալ դաշնակիցներ, բայց սա նշանակում է մի բան, եթե դու ամեն ինչ հանձնում ես ուրիշին, այդ ուրիշը կորոշի այնպես, ինչպես ինքն է գտնում հարմար։ Ոչ մեկի համար գաղտնիք չի, լսել եք մեր տարբեր տարիների երկրի ղեկավարներից, որ մենք զինված ենք շատ հին զենքով, իրականում հին մտածողությունով եւ չդիմացանք, որտեվ եւս մի շատ ցավոտ հեքիաթով էին մեզ կերակրում, հա, որ Հայաստանում միակ կայացած ինստիտուտը դա զինված ուժերն է։ Իրականում այդպես չի կարող լինել։ Իրականում գիտությունը պետք է զարգանա, տնտեսությունը պետք է զարգանա։ Զինված ուժերը սրա մի կարևորագույն մասնիկն են։ Չի կարող լինի հետամնաց առողջապահություն, բայց զինված ուժերը լինեն զարգացած։ Եվ նման դեպով բոլոր ասպարեզներում, որտեղ իրականում այնպես չի լինում, որ կաթսայում մենակ մի տեղն է, հա, ջուրի եռում։ Կամ ամբողջ կաթսայում է ջուրի եռում, կամ ուրեմն մենք պարզապես իրար խաբելով ասում ենք, որ ջուրը եռում է։ Հեքիաթը գեղեցիկ է։ Մենք փակում ենք մեր աչքերը,
լսում ենք գեղեցիկ խոսքեր, երազում ենք, բայց երբ բացում ենք աչքերը, այդ իրականությունը շատ դաժան է դառնում։ Իսկ ինչ է պետք սրա համար։ Մի շատ հասարակ բան։ Մի մեծ բաց կա մեր կրթության մեջ։ Մեր կրթությունը պետք է ձևավորի քաղաքացի, որը կարողանա սեփական կարծիք ունենալ։ Եթե դուք պարզապես զբաղված եք սրան կամ նրան հավատալով, դուք այսօր ասում եք սա իմ Աստվածն է, վաղ ասում եք դու սատանա ես եւ հակառակը, որտեվ դու չունես կայուն կարծիք, դու ման ես գալիս փրկիչ։ Մարդիկ, բոլոր մարդիկ, անկախ իրենց զբաղեցրած պաշտոնին, ունեն բազմաթիվ թերություններ եւ բազմաթիվ դրական կողմեր։ Եկեք նայեք որն ավելի ծանր, եկեք ընտրենք։ Սրա համար պետք է միայն մտածել։ Մարկ Ավրելիոսը ասում էր, եթե քո թշնամին քեզնից ուժեղ է, միակ ձևը իրեն հաղթելու դա խելքն է։ Ասելու ենք մենք հեսա այսքան կզինվենք, մոռանալով որ այն հակառակ կողմն էլ ասում, կզինվենք, գուցե մեր զենք ուրիշ տեղ է գտնվում։ Գուցե մենք դա ենք անտեսել։ Գուցե մենք անտեսել ենք մեր ամենահզոր զենքը, կամավոր հրաժարվել ենք դրանից։ Ընտրությունը, որը կատարում ենք ընդհանրապես կյանքում, ես նկատի չունեմ անպայման, այս ազգային ժողովը եւ այլն։ Դա ընտրություն է։ Դա այն ամենամեծ պարգևն է, որ Աստված տվել է մարդուն, ընտրության հնարավորություն։ Մարդը միշտ ունի ընտրության հնարավորություն։ Միշտ։ Դու ինքդ ես ընտրում, դու սիրիկա կլինես, թե կարգին մարդ կլինես։ Մնացած բոլոր պատճառաբանությունները ինձ ստիպեցին, ես ակամա դառա այդպես, բոլորն էին այդպես անում, մտածում, սրանք փուչ արդարացումներ են, որովհետև ամենածանր պահին, ամենածանր վիճակում մարդը միևնույն է կարող է մնալ մարդ։ Այ եթե մեր կրթության հիմքում լինի դա, փորձիր ջարդել պատը, փորձիր գնալ առաջ։ Եվ եթե համապատասխան արժեքներ ստեղծվեն հասարակության կողմից, թե ով է այս երկրի, հիմա շատ է օգտագործում այդ բառը եւ արդեն մի քիչ արձեզրկվել է, բայց կուզենայի կրկնել էլիտան, հա, ասածը։ Արդյոք էլիտան նա է, որը անում է, ասենք թե միլիոնավոր դրամերով հարսանիք կամ չգիտեմ թանկ մեքենա է կամ չգիտեմ խանութ ունի կամ ռեստորան ունի, թե գիտնականն է։ Երբ դու վիրավորում ես դիմացինին, դու իրեն չես վիրավորում։ Դու պարզապես բացում ես քո դեմքը։ Դու ասում ես ես այսպիսին եմ։ Որտեվ մարդուն հնարավոր չի վարկաբեկել, մարդը կարող է մենակ ինքն իրեն վարկաբեկի։ Ինչքան ուզում եք կեղծ կպցնեք, եթե նա ինքն իրեն չի վարկաբեկում, այս ամեն ինչը շատ արագ թափվում է, շատ կարճ կյանք ունի։ Ամբողջ աշխարհը վաղուց հասկացել է, որ հաղթանակից ավելի կարևոր է խաղաղությունը։ Եվ բոլորը հիմա նշում են մայիսի 8-ը որպես պատերազմի ավարտ, որտեղ պատերազմի ավարտը խաղաղությունը երաշխավորում է հետագա պատերազմներից ու կորուստներից։ Հաղթանակը, եթե չկա պատերազմի ավարտ, վաղը մյուս օր կարող է դառնալ պարտություն, ինչ որ մենք տեսանք մեր փորձի վրա։ Մենք մեր հաղթանակը չփորձեցինք դարձնել խաղաղություն, պատերազմի ավարտ։ Ամբակ-զամբակ խոսում ենք, հեսա գնում ենք, հասնում ենք Բաքու, թե ենք խմելու եւ այլն եւ այլն եւ այլն։ Ուր են այս խոսողները։ Տեր լինելն է լավ թե ծառա։ Իհարկե Տերը։ Ես Տեր եմ իմ կյանքի, իմ գործի, իմ ճակատագրի, Տերն եմ։ Ես եմ որոշում։ Երբ որ մենք ասում ենք քաղաքացի, հա, քաղաքացու հասկացողություն, դա տիրոջ հասկացողություն։ Եվ ինչից է պետք սկսել։ Մենք շատ ենք սիրում մի անգամից գլոբալ հարցերի մասին խոսել, Հայաստանի ճակատագիր, ու բոլորը մտահոգված են Հայաստանի ճակատագրով, ինչ է կատարվում եւ քո կողքը, քո շրջապատը։ Տոլստոյը ժամանակին ասել էր, շատ հեշտ է խոսել տիեզերքի մասին,
եւ շատ դժվար է գարնանացանի, որտեղ դա կոնկրետ գործողություն է։ Իսկ եզերքի մասին ինչ ասես կարող է, ինչքան աստղ կա, գեղեցիկ են այս աստղերը, ինչ փայլուն է, երկինք, շատ լավ է, գեղեցիկ է, պոեզիայի համար է, կոնկրետ։ Յուրաքանչյուրը ունի որոշակի շրջանակ կյանքի ապրելու, սովորելու, աշխատելու, ընտանեկան հարաբերություններ, ընկերական հարաբերություններ։ Հələ փորձենք այդ շրջանակում ամեն ինչ դասավորել։ Մեր փնթիությունը ուղեղի եւ բացատրում ենք, որ 4 կողմը այդպիսին է։ Հələ փորձենք ստեղծել այս մեր փոքր տեղում մաքուր մթնոլորտ։ Ու մենք կտեսնենք, որ այն ամեն ինչ որ կեղտոտ է, այդպես դուրս կգա այդ տեղից եւ հակառակ կսկսեն մոտենալ նրանք, ովքեր ձգումն են դեպի դա։ Հետո մյուսն է ստեղծում, մյուսը, վերջո բուրգը վերևից չի կառուցվում, բուրգը ներքևից է կառուցվում։ Ինչքան ուզում եք վերև այդ վերջի քարը դրեք, կընկնի ներքև, եթե սա կառուցված չի։ Ես կարող եմ շատ անկեղծ ասել, որ ես հաճախակի ամաչել եմ իմ ընտրության համար։ Ամաչել եմ, որ փոքրահոգի եմ եղել, ամաչել եմ, որ չեմ համարձակվել ճշմարտությունը ասել։ Մի զգացողության մասին ասեմ, որը կարող է շատերից կունեցել։ Փորձեք ձեր անհաջողության գլխավոր մեղավորին գտնել ձեր մեջ։ Մենք ապրում ենք մի կյանք, հա, այս կյանքը ինչի է մեզ տրված։ Լավ ուտել, խմել, ինչ-որ ուրիշ գործողություններ կատարել, հասկանալ, բայց ինչ-որ բանի համար տրված է, չէ՞, եթե ի տարբերություն ասենք, աղվեսի գայլի ուշան մենք նաև ուղեղ ունենք, ինչ-որ սիրտ ունենք եւ ամենակարևոր հատկությունը, որ ունենք, որը մեզ տարբերակում է կենթանի աշխարհից եւ ցույց է տալիս մեր աստվածային ուրեմն, դա հումորի զգացողությունն է։ Ասել եմ, որ Հայաստանի բախտը մի բանով չի բերել, մեր պետական գործիչները բացարձակապես զուրկ են հումորից, իսկ դա դժվար է ղեկավարել երկիրը, երբ որ դու հումորի զգացողություն չունես։ Իհարկե մենք բոլորս սխալվում ենք։ Իհարկե կարող ենք սխալվել եւ ընտրության մեջ։ Եվ դա շատ բնական է։ Ամենակարևորը թե ում ենք մենք ուղում այդ սլակը, հա, մեր սխալի։ Ինքներս մեզ, թե փորձում ենք ուրիշների մեջ ման գալ։ Եթե փորձում ենք ուրիշների մեջ ման գալ, այդ սխալը մշտապես կրկնվելու է։ Դու ուզում ես լինել պատասխանատու, ընդ որում պատասխանատու ամեն ինչի համար։ Նայեք, հիմա պարզեցինք, որ մեր մոլորակը շատ փոքր է, չէ՞, եւ միտեղ հրդեհ է լինում, ասենք Ավստրալիայի անտառներում, եւ դա մեր վրա ազդում է։ Եվ աղտոտում ամբողջ մոլորակի էլի մեր վրա ազդում է։ Այ երբ մենք փորձում ենք մեր տունը սահմանափակել մեր սահմաններով, մեզ էլ ոչ մի բան չի հետաքրում, ինչա կատարվում աշխարհում, հա, այնտեղ ինչ որտեղ ցեղասպանություն է կատարվում, չի հետաքրում, այնտեղ ինչ որտեղ ուրիշ վատ բաներ է կատարվում, մեզ չի հետաքրում, կարևորը մեզ դա չկպնի։ Մեզ ամեն ինչ գալիս կպնում է, որտեղ հնարավոր չի ապրել աշխարհում, շնչել նույն օդով ու նույն խնդիրների չշփվել։ Հարգում ես քեզ, վերցնում ես քո վրա պատասխանատվություն, չես հարգում քեզ, տալիս ես քո լիազորությունները ուրիշին։ Շատ դժվար է սպասել աշխարհի արձագանքին քո ցավերի դեպ, երբ որ դու ինքդ չես արձագանքում։ Մենք պետք է փորձենք իրար հասկանալ, եւ եթե ես ուզում եմ, որ դուք հասկանաք իմ ցավը, ես պետք է հասկանամ ձեր ցավը որն է։ Ես չեմ կարող ասել, գիտես ինչ, քո ցավը հեչ բան է, բայց դու արի տես իմ ցավը որն է։ Որպես դե կներես, այդ ժամանակ քո ցավն էլ մի բան չի իմ համար։ Եվ շատ բնական է։ Չի կարելի լինել միշտ պահանջողի դերում ու ոչ մի բան չտվողի դերում։ Մենք պետք է մի բան պարզապես արձանագրենք մի փաստ։ Մենք եկել ենք դարերից, հազարամյակներից եւ կարծում եմ այդպես էլ գնում ենք։ Ինչու են ժողովուրդները ստեղծում պետություն, որպեսզի կարողանան պահպանել իրենց նաեւ ինքնությունը։ Եկեք անկեղծ ասեք, ես ապագա չունեմ։ Ես չեմ ուզում այս երկրում լինել երկրի տեր ինչ-որ բան փոխել։ Ես ուզում եմ գնամ արդեն կայացած երկիր, որտեղ դրա անհրաժեշտությունը չկա։ Բազմաթիվ այսօր առավոտյան Եվրոնյուս էին նայում, մոտավորապես 2000 արաբ փախստականներ եկել են հասել են Իտալիա։ Նրանք իրենց երկրում ապագան չեն տեսնում, իրանք եկել են պատրաստի երկիր, բայց եկեք մի սրա մասին ենք, մենք գնում ենք պատրաստի երկիր,
վայելելու ուրիշի պատրաստած, հա, ոչ թե մերը։ Եվ մենք հաճախակի այնտեղ համաձայնվում ենք այնպիսի աշխատանքի, որին այստեղ չենք համաձայնվում։ Անձամբ ես այս երկրի տերն եմ, սա իմն է, եւ ամբողջ աշխարհն է իմը։ Ես ինձ շատ լավ եմ զգում աշխարհում, բայց ավելի լավ զգում եմ այստեղ։ Տեր փոխելուց պետք է հրաժարվենք։ Ցեղասպանությունը պերմանենտ կլինի։ Կորուստները կլինեն մշտական, քանի ման են գալու տեր, քանի ինքներս չեն դառնալու տեր։ Եվ դա շատ բնական է։